Հապա, սիրելիներս, տեսնում եք ինչ գեղեցիկ ու հաճելի ձյուն ա գալիս մեր Լորվա մարզի Ստեփանավան քաղաքում։ Ձյան շերտի հաստությունը չգիտեմ թե ոնց ցույց տամ։ Ամսի 20-ին եկել ա 40 սանտիմետր ու ավել, հետո հալվել ա մի քիչ, երեկ ու այսօր նորից այսենց սիրուն փաթիլ ձյուն ա գալիս։ Սա հատուկ նկարահանում եմ իմ դրսում ապրող հետևորդների համար, ովքեր որ շատ կարոտել են ձյունը, իսկ ովքեր նոր են միացել ինձ, ասեմ որ գտնվում եք Անահիտի խոհանոցում ու այս հաճելի տեսարանը թողելով գնանք դեպի իմ ու ձեր շատ սիրելի խոհանոց։ Ովքեր նոր են միացել իմ էջին, չենք մոռանում բաժանորդագրվել էջին, սեղմել զանգակը կոճակը և մի հավես հաճելի գրառում անել, դրսում ձմեռ, ներսում գարուն, այսօր մարտի 22-ն ա ու ինչ ենք անում, օրվա որևիցե մի համով բաղադրատոմսով եմ ուզում ձեր հետ կիսվեմ, մի փոքր առօրյա թող ու բողից կտրվենք, մտքերով փոխանակվենք, ու անցնենք մեր գործերին, սիրելիներ ջան, իմ աշխատանքային սեղանի գունային գավանել ա, շատ հաճելի, ես կադրից դուրս գործերիս մեծամասնությունը արել եմ, որ ձեզնից շատ ժամանակ չվերցնեմ։ Այստեղ տեսնում եք կորեական քերիչով, քերել եմ գազար, ոչ շատ երկար, այս ձևով, իրան ուղարկեմ մի քիչ թուլանա, տապակվի։ Իհարկե բուսայուղի հետ միատամից սխտորել եմ դրել, մինչ կտապակվի, անցնեմ հաջորդ բաղադրիչներին, այստեղ ունեմ հավի կրծքամիս, որ եփել եմ դափնուտերևով, բահարով ու ձեռքով թելթել արել, համեմել եմ աղով ու հենց սրա վրա սև պղպեղ եմ անում, որից հետո մի հատ լավ խառնենք։ Այստեղ իմ աշխատանքային սեղանին, սիրելիներ ջան, կտեսնեք պղպեղների գույներով հարուստ տեսականի, այսպես տնավարի, հայավարի, ձեռքերով, քանի որ ես սիրում եմ աշխատել ձեռքերով, կտրտում ենք ոչ շատ բարակ, ոչ շատ հաստ, այսպես կտրտում եմ։ Պղպեղը չեմ թուլացնում, որովհետև սիրում եմ, որ աղցանի մեջ իր խրթխրթան համը երևա զգանք, այսպես ասած, գիտեք որ խոհանոցումս նոր բնակիչներ ունեմ, ձայների համար ներող, ճիշտ աշորով ծածկել եմ, բայց միևնույնն է, թռչունն իր կենսակերպը ապրում է։ Այս ընթացքում չմոռանամ գազարը խառնեմ, թող թուլանա, որից հետո բաղադրիչներին ավելացնում եմ եգիպտացորը, ուզում եք թթվասեր, ուզում եք մայոնեզ, ուզում եք բուսայուղ, ընտրությունը ձերն է, ու մի հատ լավ փորձենք խառնենք, մի քիչ համերն իրար հետ ընկերություն անեն, մինչև որ գազարն էլ թուլանա։
ու արդեն պարզավոր թթվասերի քանակությունը կավելացնենք, քանի որ հավի միսը սիրում է շատ թթվասեր վերցնի, այսպես, սպասենք գազարի տապակվելուն, ասեմ, որ կանաչի, ընկույզ, այդպիսի բաներ չեմ ավելացնում աղցանի, հենց այսպես, ինքը շատ համով հոտով լավ աղցան է ստացվում, գազարն էլ տապակվի ու շարունակենք, խնդրեմ, տեսեք, այսպես, իմ այս գեղեցիկ ափսեի համար շնորհակալություն Անահիտիս, իսկ այս մյուսը, քանի որ գծիկներով են ու թրենդի մեջ, արդեն գնել եմ ես, սպասենք գազարի թուլանալը, այստեղ արդեն թուլացել է, տապակվել է գազարը, հենց այսպես տակ-տակ կլցնեմ, որից հետո մի փոքր սև պղպեղ գազարին կտամ, կարող եք ավելացնել խմելի սունելի, բայց իմ ամուսինը չի սիրում, իր համը բացառեցի ես ու այ հիմա հենց այսպես խառնենք ու չեք պատկերացնում, թե ինչ ընտիր բույրն ու համը տեղը աղցան ենք ստանում, սիրելի հետևորդներ ջան։ Ու այս դեպքում տեսակ, որ թթվասերը բավականին էլ քիչ չէր, ինքը նորմալ, ես նախընտրում եմ, որ գազարներ եղան առանց թթվասերի, այ հենց այսպես, հուսով եմ հավանեցիք, դուր եկավ, պարզ, համեղ, ու շատերիս կողմից սիրված աղցան, որ երևի թե շատերս էլ պատրաստում ենք, խնդրեմ։ Եկեք մի հատ էլ համ տեսենք, ու ընտիր, խոսքերն ավելորդ են, շատ համոհոտով աղցանատեն, սիրելիներս, հստակ բաղադրատոմս չունի, ամեն ինչ վերցրել եմ աչքաչափով, եթե հավանեցիք, չենք մոռանում լայքել, տարածել տեսանյութը և մի հավես գրառում անել, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ բաղադրատոմսով, առայժմ։